Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը։ Մեկդարյա պատմություն ունեցող նվագախումբն իր գործունեության ընթացքում հասցրել է դառնալ հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն ամբողջ աշխարհում։ Այսուհետև հայկական սիմֆոնիկ երաժշտությունը ֆիլհարմոնիկ նվագախումբը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս կներկայացնի միանգամայն այլ հնչողությամբ։ Գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված երաժշտական գործիքներն առաջինը տեսնելու, գնահատելու և փորձարկելու հնարավորություն ունեն հենց երաժիշտները։ Նվագախմբի Տուբահարը նման գործիք ունենալու մասին երազել է 20 տարուց ավելի։ Վերջապես երաժիշտը երազանքը ձեռքում բռնելու հնարավորություն ունի։ Գերմանական երաժշտություն դասական, որ լսում եք, բոլորը sense գործիքներով է, հետո մեդաղից տարբերություն կա, հետո մատերի աշխատանք կա, որը ավելի արագացնում է տեխնիկապես աշխատանքը։ Ֆլեյտահարը նոր ոսկյա գործիքը զգուշությամբ է հանում պատյանից։ Երաժիշտը խոստովանում է, նման գործիքի մասին անգամ չի էլ երազել։ Եթե համեմատականներ արկածնենք օրինակ մեքենաների հետ, սա կարելի համարել սուպերքար։ Շատ արագ գնացող, շատ հզոր եւ շատ ապահով։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի միակ չելեստան ավելի քան 50 տարեկան էր։ Այն արդեն հին էր, հնչողությունն էլ այն չէ։ Հայաստանում առաջին անգամ, տառացիորեն առաջին անգամ հնարավոր կլինի ունկնդրել իսկական չելեստայի ձայն, որտեղ այդպիսի բան չի եղել։ Օրինակ նվագում ես եւ պետք է հետո հետևես, որ բոլոր ստեղները բարձրանան, որ հաջորդ անգամ նորից հնչին նոտան, իսկ այստեղ արդեն լրիվ նոր է գործիքը, շատ փափուկ լավ հնչողություն ունի։ Բրանեն ֆլեյտա, պիկոլո համիկ, չելեստա շիդմայեր, ֆագոտ, վիոլա դա գամբա, միրաֆոն հագեն տուբա, գոնգ զիլջյան, 3 հոբոյ մարիգո, 6 կլարնետ բուֆե կրամպոն։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը համալրվեց վերջին սերնդի 17 երաժշտական նոր գործիքներով, որոնք նվագախումբը չուներ կամ ունեցածը բավականին հին էր։ Նվիրատուն Կարեն Վարդանյանն է։ Բարերարն այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ հանդիպելու, նվիրաբերած երաժշտական նոր գործիքների հնարավորություններին ծանոթանալու համար։ Հիմա մենք մեծ քանակությամբ ընտիր գործիքներ ստացանք եւ այնպիսի ֆլեյտա, որ նույնիսկ երազել հնարավոր չէր։ Շատ ուրախ եմ, դեռ չեմ հավատում։ Սա շատ կարևոր է եւ սա անպայման Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երևս մի աստիճան կբարձրացնի իր կատարողական մակարդակով։ Հետո արդեն Էդուարդ Թոփչյանն հյուրերին ուղեկցում է դահլիճ, երաժշտական գործիքների հնչողությունը դահլիճից փորձի ժամանակ ունկնդրելու համար։ Շատ ուրախ ենք եւ գնահատում ենք, որ Կարեն Վարդանյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առիթով մեզ անակնկալ եւ անսպասելի նման արժեքավոր նվեր մատուցեց։ Երաժիշտները փաստում են, սա նվագախմբի 100-ամյակի ամենամեծ նվերն է։ Այն կնպաստի, որ հայ երաժիշտները աշխարհահռչակ ֆիլհարմոնիկ նվագախմբերի կողքին լավագույն եվրոպական բեմերի վրա կանգնեն ոչ միայն իրենց կատարողական վարպետությամբ, այլև երաժշտական գործիքների պրոֆեսիոնալ հնչողությամբ։ Եվրոպական արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռքբերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 միլիոն դրամ։